Թոմաս Բաս, Համլենի սրենգահարը։ Կար մի քաղաք կար Գերմանիայի հարավում և կոչվում էր Համլեն։ Այդ քաղաքի բնակիչների համար կյանքը շատ դյուրին էր, սակայն բավարարված ու գոհ լինելու փոխարեն նրանք շատ գոռոզ էին ու իրենց ժամանակն անցկացնում էին սեղանների շուրջը կերուխում անելով։ Նրանք կարծում էին, որ իրենց երեխաներն իրենց միայնեղություն են պատճառում և խանգարում են կյանքը վայելելուն ու հաճույքների տրվելուն։ 1283 թվականի Սուրբ Ծննդյան նախօրեին Համլենը ցնցվեց սարսափելի աղետից։ Քաղաքի բոլոր բնակիչները զբաղված էին տոնին պատրաստվելով, ու ամբողջ քաղաքում տիրում էր նրանց տոնական սեղանների, խոզապուխտի, հնդկահավի, մսով պատրաստված կարկանդակների, քաղցահամ կատնահացերի և թխվածքների բույրը։ Այդ խառնաշփոթի ժամանակ ոչ ոք չնկատեց, թե ինչպես է քաղաքի դարպասներով մի առնետ ներս սողոսկում։ Նրան հետևեց երկրորդը, հետո երրորդը։ Հետո առնետները վխտում էին քաղաքով մեկ։ Նրանք դռների տակով ներս էին սողոսկում, ջրհորդաններով բարձրանում և ծխնելույզների միջով տներն էին ներխուժում։ Նրանք նետվում էին Սուրբ Ծննդյան գիշերվա ընթրիքի համար պատրաստված կերակուրների վրա։ Մարդիկ ջանում էին պայքարել և փրկել որոշ ուտելիքներ, սակայն սատկեցած մի առնետի փոխարեն հարյուրավորներ էին հայտնվում։ Խուճապի մատնված բնակիչները ժողովվեցին քաղաքապետարանի առջև, խնդրելով քաղաքապետին միջամտել ու օգնության ձեռք մեկնել։ Վերջինս բերել տվեց երկրի բոլոր թակարդները և դեղագործին կարգադրեց պատրաստել ամենազորավոր թույնը։ Ավաղ, առնետներն այնքան խորամանկ ու այնքան դիմացկ ունեին, որ խուսափեցին քաղաքում ամենուր տեղադրված բոլոր ծուղակներից, համտեսեցին թույնն այնպես, ասես քաղցավենիք էին ուտում։ Հուսահատված քաղաքապետը որոշեց 1000 ոսկի տալ այն մարդուն, որը կկարողանար փրկել քաղաքն այդ աղետից։ Չորրորդ օրը մի օտարական հայտնվեց Համլենում և ներկայացավ քաղաքապետին։ Լսել եմ, որ դուք 1000 ոսկի կնվիրաբերեք այն մարդուն, որը քաղաքն այդ աղետից կփրկի։ Այո, ասաց քաղաքապետը, ճիշտ է, բայց ով եք դուք։ Ինձ սրենգահար են անվանում։ Ես գիտեմ, թե ինչպես կարելի է ազատվել առնետներից։ Դե ուրեմն ցույց տուր, թե ինչի ես ընդունակ։ Եթե հաջողես, փողը քոնը կլինի։ Օտարականը հանգիստ ուղղվեց դեպի շուկայի հրապարակը, գրպանից հանեց սև փայտից պատրաստված շատ սովորական փոքրիկ սրինգ և սկսեց արտասովոր տարօրինակ մեղեդի նվագել։ Առաջին իսկ հնչյունների հետ առնետները կերակուր գտնելու իրենց անկշտում փնտրտուքը դադարեցրին սրընգահարին լսելու համար։ Շարունակելով նվագելը օտարականն ուղղվեց դեպի քաղաքի դարպասները։ Չարագուշակ թափորը հնազանդորեն հետևում էր նրան։ Առնետները մեկ առ մեկ լքեցին քաղաքը։ Սրընգահարը հասավ գետի վրա գցված կամուրջին ու կանգ առավ, իսկ առնետները շարունակելով իրենց խելահեղ վազքը նետվեցին Սառցե գետի մեջ, և ամեն ինչ ավարտվեց։ Համլենի բոլոր առնետները սուզվեցին ջրի տակ ու խեղդվեցին։ Սա շատ լավ առիթ էր քաղաքի փողոցներում կրկին տոնախմբություն կազմակերպելու համար։ Բնակիչները երգում, պարում, ծիծաղում էին, երբ հայտնվեց սրընգահարն ու պահանջեց իրեն հասանելի գումարը։ Ես քեզ 100 ոսկուց ավել չեմ կարող տալ։ Ուզում ես ուզիր, եթե ոչ գնա։ Սրընգահարը սառը հայացքով չափեց քաղաքապետին և հայտարարեց. դուք կզղջաք դրա համար։ Հետո դուրս եկավ առանց բառ անգամ ասելու։ Բայց մի առավոտ սրենգի ականջ ծակող հնչյուններ լսվեցին քաղաքում, ու բնակիչներն անմիջապես հասկացան, որ սրընգահարն է վերադարձել։ Այս անգամ մեղեդին որքան արտառոց, նույնքան էլ ուրախ էր։ Այնքան ուրախ, որ Համլեն քաղաքի բոլոր երեխաները դուրս վազեցին տներից և երգելով, պարելով ու ծիծաղելով հավաքվեցին սրընգահարի շուրջը։ Սրընգահարի մեղեդիով դյութված երեխաները առանց դույզն ինչ վախենալու հետևեցին նրան։ Ծնողները փորձում էին երեխաներին հետ պահել, բայց զուր էին նրանց ջանքերը։ Երեխաները շարան ցատկոտելով անցան կամուրջը և անհետացան սարերի ետևում։ Նրանց այլևս երբեք չտեսան։ Սակայն ասում են, որ այդ օրից ի վեր, երբ սարերի կողմից քամի է փչում, իր հետ մինչև Համլեն է բերում երջանիկ երեխաների ծիծաղի արձագանքը։